Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Քիրք ծննդոց 40-րդ գլուխ Բենյամին գդարվի Եգիպտոս։ Սովը սաստկացավ երկրի մեջ ու երբ Եգիպտոսեն իրենց բերած հացադիկը գերան եւ հացուցին իրենց հայրը անոնց ասավ. Վերադարձեք ու մեզի քիչ մը գերագուր քնեցեք։ Հութը անոր պատասխանեց. Այդ մարդը մեզ հստակորեն աստարարեց սելով. Եթե ծեր եղբայրը ցեզի հետ չլա, իմ երեսս պիտի չտեսնեք։ Եթե մեր եղբայրը մեզի հետ ղրգես, գիչնենք ու քեզի գերագուր կքնենք, բայց եթե չղրգես, չեն գիչներ, որովհետև այդ մարդը մեզի ասավ. Եթե ծեր եղբայրը ցեզի հետ չլա, իմ երեսս պիտի չտեսնեք։ Իսրայելը ասավ. Ինչու չարիք ըրիք ինձի այդ մարդուն իմացնելով, թե եղբայրն ալ ունիք։ Անոնք պատասխանեցին. այդ մարդը ուղագի հարցուց մեր մասին ու մեր ազգականներու մասին ասելով. Ձեր հայրը դակավին ողջ է, ուրիշ եղբայր ունիք։ Մենք ալ այս խոսքերուն համաձայն պատմեցինք անոր։ Արդյոք մենք գրնային գիտնալ, թե ան պիտի ասե, ձեր եղբայրը իջեցուցեք։ Հութա իր հոր Իսրայելի ասավ. Բադանին ինձի հետ ղրգե, գանքնինք ու երթանք, որբեսի ողջ մնանք եւ չմեռնինք։ Մենք ալ թունալ, մեր մանուկներն ալ։ Ես երաշխավոր գլամ անոր համար։ Զինք իմ ցերքես բանջե, եթե զինք քեզի չփերեմ ու քո արջևդ չներգայացնեմ, ցանկիս բոլոր օրերը քեզի հանդեպ հանցավոր ըլլամ։ Արտարև եթե չդնդնայինք, իրապես հիմա երկրորդ անգամ վերադարձած գլայինք։ Իրենց հայրը Իսրայել անոնց ասավ. Եթե այդպես է, հիմա սա արեք։ Ձեր անոթներու մեջ երկրիս ամենեն լավ բդուղներեն արեք եւ մարդուն ընձատ արեք։ Քիչ մը փալասան ու քիչ մը մեղր, համեմներ եւ զմուրս, բիստակ ու նուշ։ Ձեր ցերկը գրկնաբադիկ տրամ արեք եւ ձեր բարգերուն փերանը եղած տրամնալ, որ վերադարձվեցավ, ձեր ցերկով վերադարձուցեք։ Թերևս սխալ եղած էր։ Ձեր եղբայրն ալ արեք, գանքնեցեք եւ այդ մարդուն վերադարձեք։ Եվ ամենագարող Աստվածը ցեզի կտություն գտնել դա այդ մարդուն արչև, որբեսի ձեր մյուս եղբայրն ու Բենյամինը ցեզի հետ ուղարկե։ Իսկ եթե զավակները զրկվին, թող զրկվիմ։ Ոստի մարդիկը արին այդ ընձաները եւ իրենց ցերկը գրգնաբադիկ տրամ արին նաեւ Բենյամինը ու գանքնեցան Եգիպտոսիչան եւ Հովսեփի ներկայացան։ Երբ Հովսեփ Բենյամինը դեսավ անոնց հետ, իր դան վերագացուին ասավ. Դուն դար այս մարդիկը ու քեր անասուններ մորթե եւ պատրաստե, որովհետեւ այս մարդիկը գեսորին ինձի հետ պիտի ճաշեն։ Այդ մարդը Հովսեփի հրամայածին համացայն ըրավ ու մարդիկը Հովսեփի դունը տարավ։ Մարդիկը վախցան, քանի որ Հովսեփի դունը տարվեցան եւ ասին. Առաջին անգամ մեր բարգերու մեջ վերադարձած տրամին համար է որ գդարվինք, որբեսի մեր վրա հարցակին, մեր վրա ինա ու մեզ իբր ըստրուկ առնե նաև մեր էշերը։ Ուստի Հովսեփի դան վերագացուն եղող մարդու մոտեցան, դա մուտքը խոսեցան անոր եւ ասին. Ո դեր, ասկի առաջ գերագուր քնելու իջանք, երբ Իջևանը հասանք, մեր բարգերը բացինք ու ահա յուրաքանչյուրիս տրամը իր բարգին փերանն էր, մեր տրամը լման գշիրով եւ զայն մեր ցերկով վերադարձուցինք։ Մեր ցերկի մեջ ուրիշ տրամ ալ փերինք, գերագուր քնելու համար։ Չենք գիտեր, թե ով տրավ մեր տրամը մեր բարգերուն մեջ։ Անալսավ, խաղաղություն ցեզի, մի վախնակ։ Ձեր Աստվածը եւ ձեր հոր Աստվածը ցեզի բահված քանց տվավ ձեր բարգերու մեջ։ Ես արի ձեր տրամը։ Ու Շմավոնը դուրս հանեց անոնց։ Այդ մարդը Հովսեփի դունը տարավ մարդիկը, չուր դվավ անոնց ու իրենց ոտքերը լվացին եւ անոնց էշերուն ջարակ դվավ։ Անոնքալ ընձաները պատրաստեցին մինչև Հովսեփի քալուստը գեսորին, քանի որ լսեցին թե իրենք հոն հաց պիտի ուտեն։ Երբ Հովսեփ դուն եկավ, իրենց ցերկը եղած ընձաները անոր մատուցանեցին դան մեջ ու մինչև քեդինը խոնարելով անոր երկրպակեցին։
Հովսեփ անոնց որբիսությունը հարցուցելով. ձեր հայրը, որում մասին խոսեցաք ինձի, լավ է, դագավին ողջ է։ Անոնք ալ պատասխանեցին. քու ծառատ մեր հայրը լավ է, դագավին ողջ է, եւ խոնարեցան ու երկրպագեցին։ Հովսեփ իր աչքերը վերցուց եւ իր մոր որդին, իր եղբայրը Բենյամինը տեսավ ու ասավ. այս է ձեր բզիկ եղբայրը, որում մասին ինձի խոսեցաք։ Եվ Բենյամինի ասավ. Աստված ողորմի քեզի, որդյագս։ Հովսեփ ըշտաբեց, քանի որ իր ընթերքը փրկեցավ եղբորանտեւ ու լալու դեր կփնտրեր։ Ներքին սենյակը մտավ եւ հոն լացավ։ Ապա իր երեսը լված դուրս ելավ, ինքզինք զսպեց եւ ասավ. հաց թրեք։ Իրեն զատ, անոնց զատ ու իրեն հետ ուդող եգիպտացիներուն զատ թրին, քանի եգիպտացիները եբրայեցիներուն հետ չէին գռնար հաց ուտել, որովհետև եգիպտացիներուն քարշելի էր։ Անոր արջև նստան Անտրանիկը իր անտրանգության իրավունքին համեմատ, իսկ գրծերը իր գծերության համեմատ, եւ մարդիկը իրարու նայելով գզարմանային։ Հովսեփ իր արջևեն բաժիներ ղրգեց անոնց, բայց Բենյամինի բաժինը մյուսներուն բաժինին 5 անգամներ ու խմեցին եւ անոր հետ զվարթացան։ Փառք քեզ Տեր Աստված մեր։ Ամեն։